Բարև բոլորին, նայում եմ այս հրաշք բնությանը, մտածում եմ Աստծո գործերի մասին, ինչքան սքանչելի է մեր արքան, ինչքան կենդանի Աստված է։ Եթե Աստված այդքան սեր դրել է այս ծաղիկի մեջ, էլ որքան առավել որ ամեն դետալ մտածված, որոշված, ծրագրավորած, ու որքան գեղեցիկ է իր գործերը։ Ամեն մի ծառ, ամեն մի ծաղիկ, ամեն թռչուն, այս թռչունները կենդանի նվագում են ամեն օր մեր համար, մարդկության համար, Փառք Հիսուսին ամեն ինչի համար։ Փաստորեն ամեն օր կենդանի երաժշտություն ենք վայելում։ Հիմա քամի է, այնտեղ թռչուններն են երգում, ու տենց լիքը ձայներ։ Իհարկե Աստծո գլուխ գործոցը մարդիկ են, մենք ենք, ամենագեղեցիկ ու կատարյալ ձևով ստեղծված։ Եթե որևիցե մի մարդ չգիտի իր արժեքը Աստված Տերը բացի ու հասկանա, գիտակցի, որ ինքը Աստծո համար շատ թանկ է ու շատ թանկ գնովագնված յուրաքանչյուր մարդ այս աշխարհի վրա, որ ծնվում է գալիս է այս աշխարհ, մենք ամեն մեկս ունենք ընտրություն, ամեն օր ընտրություն, ինչ որոշում կայացնենք մեր կյանքի ընթացքում եւ ինչ որոշում կայացնենք մեր հետագա կյանքի համար, որ մենք այս կյանքում ենք ընտրություն անելու եւ որոշելու, թե մենք ուր գնանք այս աշխարհից հետո, որովհետեւ մեր հոգին հավիտենական է ու մեր այս աշխարհը լքելուց հետո կորոշվի, թե մենք ուր ենք գնում, մենք ենք որոշում կայացնելու այս աշխարհում, այնպես որ Աստված ոչ մեկի համար ուժ չլինի, վերորդի բոլորից, թող Տեր Հիսուսը օրհնի ամեն մեկից։ Նայեք այս հրաշք բնությանը, մեղուն, ոյ հրաշք, ու ամեն մի դետալ, ամեն մի ծաղիկ Աստծո ձեռքի գործն է, ու ինքը ամեն այս դետալների վրա մեծ աշխատանք ունի։ Նայեք այս մյուս հրաշքին, ու սենց անվերջանալի են թռչունները ընդեղ են ծլվանում, հավաքվել են, մի խոսքով, շատ հրաշալի է բնությունը ընդհանրապես, նույնիսկ ձայները։